Գարեգին երկրորդ հայրապետի հովանավորությամբ և ջանքերով 436 մշակութային արժեք է նվիրաբերվել Մայրաթոռին։ Քչերը գիտեն, որ Մայրաթոռ Սուրբ Էջմիածինը ոչ միայն հոգևոր կենտրոն է, այլև արվեստի գործերի մի բացառիկ պահոց։ Այստեղ են հանգրվանել տաղանդավոր հայ նկարիչների աշխատանքներ։ Մայրաթոռի գեղանկարչական հավաքածուն ձևավորվել է դեռևս Գևորգ IV կաթողիկոսի օրոք 19-րդ դարում։ Գարեգին երկրորդ հայրապետի հովանավորությամբ Էջմիածնի հավաքածուն մի քանի անգամ մեծացել է։ Բոլոր հայրապետների գահակալության շրջանում Մայրաթոռ Սուրբ Էջմիածնում իմի են բերվել նաև գեղանկարներ։ Ես հիշում եմ հիմա արխիվային վավերագրերից Տակավին Գևորգ IV կաթողիկոսի ժամանակաշրջանում մեր նշանավոր ծովանկարիչ Այվազովսկին ինչպես էր իր կտավներից նվիրաբերում Սուրբ Էջմիածնին և կամ Գևորգ Բաշինջաղյան, Վարդգես Սուրենյանց, որոնք ոչ միայն նվիրաբերել են, այլև ստացել են պատվերներ ժամանակի հայրապետներից։ Թերևս այս աշխատանքների հանգրվանումը Մայրաթոռում, ընդհանրապես Էջմիածնում չափազանց կարևոր է, որտեղ ոչ միայն այցելուների տեսանկյունից այստեղ ավելի շատ թե գալիս են դպրոցներից եւ անշուշտ մեր հայ ժողովուրդը գալիս է իբրև ուխտատեղի եւ շատ կարևոր է հենց այստեղ տեսնել արվեստի այն կոթողները, արվեստի այն նմուշները, որոնք որ ստեղծել են մեր տաղանդավոր ուրեմն հայ ազգի վարպետները, բայց միևնույն ժամանակ շատ կարևոր է, որ մենք այստեղ գալով տեսնում ենք ինչպես է գնահատվում, արժևորվում այս ամենը։ Ինչպես ազգային թանգարանների հավաքածուներն ունեն բացառիկ կարգավիճակ, այնպես էլ Մայրաթոռի հավաքածուն բացառիկ է։ Գարեգին երկրորդ հայրապետի ջանքերով Մայրաթոռի գեղանկարչական հավաքածուն համալրվել է ոչ միայն հայ դասական, այլև ժամանակակից նկարիչների գործերով։ Վեհապար հայրապետը դեռևս իր աբեղայական ծառայության տարիներին Մայրաթոռ Սուրբ Էջմիածին է բերել որոշ թանգարանային արժեքներ, որոնցից մեկն այսօր ներկայացված է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի նորաբաց թանգարանում։ Մի սրբանկար է, որը նա տեսել է Գերմանիայում իր ծառայության ընթացքին և հորդորելով տվյալ ընտանիքին այդ նկարը ժամանակին բերել և հանձնել է երջանկահիշատակ Վազգեն առաջին ամենայն հայոց կաթողիկոսին։ Ոչ միայն հայ նկարիչների աշխատանքներ կան Գարեգին հայրապետի շրջանի հավաքածուի մեջ, այլև արևմտաեվրոպական նկարիչների գործեր։ Հավաքածուն համալրվել է նվիրատվությունների միջոցով։ Արժեքավոր կտավների մեծ մասը աշխարհի տարբեր երկրներ կատարած ուղևորությունների ժամանակ Սփյուռքի հայ ընտանիքներն են հանձնել հայրապետին։ Վեհապար հայրապետը իր հովվապետական այցելությունների ժամանակ լինում էր առաջնորդարաններում, հյուրընկալվում էր թեմի, ծուխի հավատացյալների ընտանեկան հարկերում և երբ այնտեղ տեսնում էր մի աշխատանք կամ իրեն ներկայացում էր ընտանիքի անդամների կողմից իրենց մասնավոր հավաքածուն, վեհապար հայրապետն իրեն հատուկ իմաստությամբ և նրբությամբ դիմում էր այդ հայորդիներին, որպեսզի նրանք իրենց ընտանեկան այդ արժեքները, արվեստի գործերը ընծայաբերեն Սուրբ Էջմիածնին, որտեղ հնարավորություն կունենան դրանք տեսնելու ոչ միայն հայորդիները, այլև այն հարյուրավոր օտարազգի այցելուները, որոնք տարբեր առիթներով լինում են Մայրաթոռ Սուրբ Էջմիածնում։ Խոշոր մի հավաքածուի նվիրատվությունից հետո Գարեգին երկրորդ հայրապետի տնօրինությամբ Մայրաթոռում նոր թանգարան և պատկերասրահ բացվեց։ Առաջին անգամ Սուրբ Էջմիածին եկող հայ ուխտավորների և հազարավոր զբոսաշրջիկների հնարավորություն տրվեց հաղորդակցվել այստեղ հանգրվանած արվեստի գործերին։ Երջանկահիշատակ Հովհաննես Չիլինկիրյանը, նահատակ գրող Ռուբեն Սևակի ազգականը մեծ ցանկություն է ունեցել Հայաստանում հիմնելու այս թանգարանը, բայց տարբեր պատճառներով դա իրականություն չի դարձել։ Եվ միայն վեհապար հայրապետի հետ զրույցի ժամանակ է, որ նա հանձն է առել հայոց հայրապետի անձի մեջ տեսնելով այդ հանձնառությունը, տեսնելով այդ վստահելիությունը, նա իր ամբողջ այս մեծագին
հավաքածուն ընծայաբերել Սուրբ Էջմիածնին եւ թանգարանը հանգրվանել է Սուրբ Էջմիածնի պատմական շենքերից մեկում։ Այս արվեստագետներից մեծ մասը Վիեննայում, Փարիզում ցուցահանդեսներ են ունեցել բազմաթիվ եւ ներկայացվել են Պիկասոյի, Միրոյի, Մատիսի ու մնացածների հետ կողքին։ Պետք է առանձնացնեմ ծովանկարիչների հավաքածուն, որ այս թանգարանում պահվում է, բացառիկ է ըստիս, որովհետեւ այստեղ կան ընտիր աշխատանքներ, ինչպես Վարդան Մախոխյանի, Արսեն Շաբանյանի, Ադամյանի, բայց այստեղ ներկայացված են նաեւ Ջիվանյանի աշխատանքները, որը պոսահայ նկարիչ լինելով նրա մասին շատ քչերը գիտեն եւ Ջիվանյանի գեղանկարչական աշխատանքներից մենք շատ քիչ բաներ ունենք Հայաստանում եւ այս հավաքածուն գալիս է համալրելու այդ շարքը այստեղ է նաեւ Սարգիս Խաչատուրյանի այս հավաքածուում Ռուբեն Սևակի ուրեմն թանգարանի հավաքածուում երկու ստեղծագործություններ իսկ Սարգիս Խաչատուրյանը եղել է ինչպես ես եմ ասում շատ հաճախ մշակութային կամուրջ իր կյանքի օրոք անգնահատելի դեր է ունեցել ինչպես հայ այնպես էլ եվրոպական եւ արևելյան ժողովուրդների արվեստները ներկայացնելու, ուսումնասիրելու եւ աշխարհին ցուցադրելու տեսանկյունից։ Այն եզակի արվեստագետներից է եղել, որի աշխատանքները գնել է Գալուստ Գյուլբենկյանը, Նյու Յորքի մետրոպոլիտեն թանգարանը, Փարիզի լավագույն թանգարաններից Գիմե թանգարանը եւ մի շարք այլ հավաքածուներ Սմիթսոնյան թանգարանում է ցուցադրվել եւ ահա այս նկարչի երկու ստեղծագործությունները Ռուբեն Սևակ թանգարանում են պահվում եւ իհարկե Մարիաթորի հավաքածուի կարևոր բաղադրիչներից են նրա մյուս աշխատանքները։ Մայրաթորի գեղանկարչական հավաքածուի կտավները զարդարում են Մայր տաճարը եւ Վեհարանը։ Թանգարանային ցուցադրությամբ նաեւ դառնում են հասանելի արվեստասերների ու ուխտավորների համար։ Այստեղ կարող ես հանդիպել թե մեծանուն վարպետների, թե մերօրյա նկարիչների գործերի։ Համալրումները եղան ոչ միայն ընծայաբերությունների միջոցով, այլև եղան դեպքեր, երբ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը Վեհապար Հայրապետի հոգացությամբ ձեռք բերեց որոշ գեղանկարներ։ Դրանից զատ նաև պատվերներ տրվեցին մեր ժամանակակից գեղանկարիչներին, որպեսզի նրանք ստեղծեն ազատ թեմայով աշխատանքներ, ինչպես նաև մասնավոր սրբանկարներ եւ այստեղ կուզեմ առանձնացնել երկու աշխատանք, որոնցից մեկը ստեղծվեց 2015 թվականին ընդառաջ հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման հավաքական ցեղասպանության նահատակների սրբանկարը, ինչպես նաև նույն նկարչի կողմից ստեղծվեց Քրիստոս ամենակալ սրբանկարը, որը այսօր զարդարում է հայոց Վեհարանը։ Այն հավաքածուները, որոնք աշխարհում մեկ սփռված են եւ գտնվում են թե օտարների, թե հայերի մասնավոր հավաքածուներում, դրանք ցավոք հասանելի չեն հետազոտողներին։ Եվ երբ որ մենք ուսումնասիրում ենք արվեստագետների կյանքը եւ անցած ճանապարհը, մենք շատ կարելի ասել հատվածային ենք պատկերացնում այն ամենը, ինչը որ կարողանում ենք պեղել ու գտնել, եւ սա իսկականից բացառիկ կենտրոն է, որտեղ մենք հնարավորություն ունենք գալով նաեւ հետազոտել ու ավելի ընդհանրական պատկերացում կազմել։ Կուզեմ առանձնացնել մի ստեղծագործություն, որի հեղինակը մեր օրերի երիտասարդ մի նկարիչ է Միքայել Հարությունյան, Վեհապար Հայրապետի խոսքը լսելով նա ստեղծեց մի կտավ, որը եկավ լրացնելու պատմական նկարների շարքը։ Ժամանակակից նկարիչներին նաև տրվում են պատվերներ, ոչ միայն Մայրաթորը զարդարելու համար, այլև նրանք սրբանկարներ են ստեղծում եւ այդ սրբանկարները զետեղվում են նաև մեր եկեղեցիներում, մեր տաճարներում։ Վեհապար Հայրապետի ծննդյան 70-ամյակին ընդառաջ մի գեղեցիկ նախաձեռնությամբ 70 նկարիչներ հավաքվեցին եւ ստեղծեցին 70 կտավներ մեր հայրենի բնաշխարհի, մեր սրբավայրերի, որոնք ցուցադրվեցին Հայաստանի նկարիչների միությունում եւ այնուհետեւ բարեգործի եւ նկարիչների ցանկությամբ բարեգործը Արագածոտնի թեմի թեմական խորհրդի ատենապետ Գրիգոր Մովսիսյանն է, այդ կտավներն ընծայաբերվեցին Սուրբ Էջմիածնին եւ դրանք համալրեցին Սուրբ Էջմիածնի թանգարանների գեղանկարչական հավաքածուն։ Այս բազմազանությունը Մայրաթորը դարձնում է կենթանի թանգարան, որտեղ արվեստը միահյուսվում է հավատքին։ Վեհապար Հայրապետը մանավանդ հայ արվեստի հանդեպ յուրահատուկ վերաբերմունք ունի, որովհետև արվեստը նաև կրթության
միջոց է։ Գեղարվեստը ամենամեծ կրթությունն է, որ հնարավորություն է տալիս անձին լինի հավատացյալ, թե անհավատ, հաղորդ դառնալու տիեզերական արարչագործությանը։